Դերասանուհի Ռոզա Դավթյանը նրա ինստագրամյան հրապարակումները բավականին սիրված են հանրության կողմից։ Դերասանուհին վերջին շրջանում էլ ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում այս հարթակում, դե իսկ այսօր էլ նա խոստովանել է, որ պատրաստվում է գնալ ծննդյան արարողության, իսկ մինչ այդ խոսել է իրեն այսօր արթնացրած վատ աղմուկի մասին եւ այդպիսով նաեւ ցույց տվել, թե ինչպես է սուրճ պատրաստում։ Ներկայացնում ենք Ռոզա Դավթյանի հրապարակումը առանց մեկնաբանության։ Չեք պետք գերացնես, որ ինչ յուրօրինակ ձևով ներվերս խախտվում այս ձեներից։ Քիչ մազերս պոկեմ, բայց քանի որ չեմ կարող պոկեմ, որովհետև ծննդի եմ հրավիրված, եկեք սուրճ խմենք, հետո գնանք այսօր միասին պատրաստվելու։ Վերջին անգամ չեմ հիշում, երբ եմ ոչ երկար շորիկ հագել, բայց այսօր այդ օրն է։ Չեմ պահին ինչպես միշտ մի քանի շորիկ պատվիրեցի, բերեցին, փորձեցի ու մի քիչ ծնկից բարձր մոդել կար, դա ինձ դուր եկավ։ Այսօր կփորձեմ get ready with մի նկարել կամ ինչ-որ անցումային արդեն սենց հետո պատրաստ մի բան։ Քանի որ մեր ռազետկան սարքած չի, է ստիպված մեր բոլոր միացումները այդտեղից եմ անում։ Ջուրը շողացրեցի, ժուլը։ Այսօր բալկոնում ես հաստատ սուրճ խմեմ, որովհետև շոտ լոբի ողանոկով ստեղ։ Գժվում եմ օրևի համար։ Բալկոնը շատ վատ վիճակում է, պետք է մաքրեմ, բայց ամեն դեպքում կնստեմ և կխմեմ։ Ստեղ սիրնիկ ունեմ, որի ժամկետը վաղն անցնում է։ Ինչ անեմ, ուտեմ, թե չէ։ Կարճ իմ բախտի մասին, հիմա էլ սկսեցին դուրսը գործանել։ Այնքան լավ է, որ բարձր հարկը արևը ուղիղ քեզ է կպնում։ Այս արևոտ եղանակը շատ եմ սիրում, բայց ավելի շատ սիրում է, երբ որ նկարահանման է, գործը պետք է գնայի, սենց վերսեի գալիս, սիրուն օրև, հիմա այս պայն ինձ կգնայեմ նատ վերջին զանգում նկարվելու։ Բամ, սուրճիս խմեմ։ Իմ նվերների անբոքսինգն ենք անում։ Սա մամայի կողմից է։ Եվ ես եմ ընտրել այս բույրը, և բացել եմ արդեն օգտագործել եմ և գիտեմ ինչ բույր է, անտարբեր չի անցնում, հիմա սա կարծեմ նոր կոլեկցիայից է, մի քանի օր ցանել եմ ու տարբեր կոմպլիմենտներ եմ ստացել, և ամենաշատ ինձ դուր է գալիս, որ իմ օծանելիքների կողքին այսպիսի սիրուն սրվակ է լինելու։ Շնորհակալություն մայրիկ, հաջորդի վալիչկայի կողմից իմ ընտրությամբ նորից այսպիսի մի բան է, բայց հիմա մի րոպե տեսնենք այստեղ ինչ կա։ Այստեղ էլ, ահա, իրանց կրեմներից մեկն է օգտագործում գուցե և դուր գա։ Հիմա անցնենք մեր գլխավոր արդ ու զարդին։ Ես չէի հավանել իրանց մեծ տարբերակները, այսինքն full size-ը, որովհետև անհարմար ես առհասարակ քեյսեր չեմ սիրում, եթե նկատել եք միշտ առանց քեյսի եմ, բայց սա իմ սիրտը գրավեց, այս վերջերս շատ հաճախ օգտագործում եմ իրենց գլոսը և արդեն միշտ ինձ հետ կլինի։ Եվ այստեղ Givenchy-ից ունեմ փոքրիկ նվեր, պայուսական նախատեսված կոսմետիկայի համար, շատ սիրուն իրենց լոգոն, շատ եմ հավանել, կօգտագործեմ մեծ սիրով, ներսում ամբողջը իրենց լոգոն է։
Այսպիսով այսքանն էին իմ նվերները։ Սպասենք նոր նվերների, որպեսզի ունենանք նոր անբոքսինգներ։ Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է մեծ ակտիվություն ցուցաբերել իր ինստագրամյան հարթակում։ Նա իր հետևորդների հետ Ուֆայից վերադառնալուց հետո եւս շարունակում է կիսվել իր առօրյայով, դե իսկ երեք վերջինս մասնակցել է իր ամուսնու քույրիկի դստեր Ադամ Հատիկին։ Ռոզա Դավթյանը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե որքան անուշիկ փոքրիկ ունի Ռոզայի ամուսնու քույրիկը։ Հիշեցնենք, որ Ռոզայի ամուսնու քույրը եւ նրա ամուսինը համարվում են Ռոզայի եւ Գուրգենի հարսանիքի քավորը։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ օրվա բացառիկ կադրերը, որը հրապարակել է դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամում։ Առանց շաքար շոկոլադ եմ հալացնում, առանց շաքար չրերով պատրաստում եմ այս գեղեցկությունները։ Հիմա պատրաստել եմ ասենց փայտիկի վրա, այսպես ենք անում, դնում ենք մեր պերգամենտի վրա և չարազից դնում ենք նուշ։ Դե հետո չասեք, որ առանց շաքար հնարավոր չի համով բաներ ուտել, այսպես։ Մի հատ նայեք ինչ լավն է, ինչ հեշտ պոկվում են, անցած անգամ ամանիկների վրա է արել, լավ չէր պոկվում։ Հիմա մենք սրանով սուրճ կխմենք, առողջ օգտակար վիտամիններով լի։ Եկել ենք նորից գնումների, ձեռքերը սաղներ կա, կարակ հասկանաք, որ արդեն սկսել եմ։ Սիրուն սենց բաժակներ կան, այսինքն սիրուն բաժակներ, այստեղ էլ կան, այսինքն սիրուն բաժակներ կան։ Այս խանութի բաժակները շատ սիրուն են։ Այս րանցից ունենք 2 հատ։ Գնանք տեսնենք էլ ինչեր կան։ Վերցրել ենք այս տապաչկաները, ամանի սրբիչներ և 6 հատ էլ այս ամաններից ենք վերցնում ստեղի տան համար։ Մի հատ այս մեծից կվերցնենք բլյուդայի, մի հատ այս խորը սալատի, 6 հատ են ենց, լավ չի։ Այս սինին որոշեցինք վերցնենք, տեսակ ինչ սիրուն ամանա, մի հատ էլ ես ենք վերցնում, շատ լավն է։ Առանց շաքար այս կոնֆետներից 3 հատ, սրանք էլ էին առանց շաքար և նորություն, սրանցից էլ վերցրինք այս փոքրիկներից, առանց շաքար են բոլորը, սա դե իմ առանց շաքար, այո, մշտականներն է, սա ես չեմ վերցրել, բաշկիրսկի շոկոլադ և վերցրել ենք այսը։ Առանց շաքար այսինքն երկար վաֆլիներ գտանք այն նույն ֆիրմայից։ Այս իրանք շատ էի հավանել, ստեղ ուրիշ համով էլ կա, տեսնեմ որը վերցնեմ։ Մեթինեի համար շեղան ամանդվանելու, հուսամ, որ իրանցից հոտ չի գա, որովհետև ես շատ ուժեղ հոտ եմ առնում մեր տան ապարատի, համ էլ էստեղի ապարատի աման լվանալու այդ տաբլետկաներից։ Անցած անգամ չկար այս յոգուրտներից 3 հատ վերցրինք, ջուր վերցրինք, հայավ հաց, բրուսկետայի համար։ Կատ առանց լակտոզա, ստեղ սենց բաներ տեսա առանց շաքարի, սելա առանց շաքարի, խազար, չերի, այն չա չգիտամ, ամենա համով ու քաղցրները, ես մի քիչ երկարավաններն են, չգիտեմ սրանք քաղցր են թե չէ, բայց գրածա սուպեր սվիթ կփորձենք տանը։ Կրայկերը վերցրին։ Այստեղ էլ ինքն վերցրի լիմանչիկ։ Նոր նկար ենք վերցրել այս առյուծիկին, գույները շատ լավն են, ինձ սիրուն կստացվի։ Եվ իդեպ ես այնքան պրոֆեսիոնալ եմ արդեն դարձել, որ առանձին վրձիններ եմ վերցրել։ Ինձ թվում է քիչ-քիչ դառնալու եմ նկարչուհի։ Տեսնենք վրձինները ոնց են լինելու։ Եթե կան նկարիչներ, ասեք, ճիշտ ընտրություն եմ կատարել, թե ոչ։ Նարինջը կտրատել ենք ու պատրաստվում ենք այս ապարատով թարմ քամենք և խմենք։ Եթե ստացվեց, ուրեմն ես ամեն առավոտ թարմ քամած նարինջ կխմեմ։
Բայց լավ կանվեց։ Մեջտեղից չես գտել։ Կանվեցինք, մի քիչ արդարացրեց իրան ապարատը, հիմա մյուս ապարատով ենք փորձելու։